Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում։ Ձեր կարծիքով ճարահատյալ է դա անում եւ արդյոք Փաշինյանին այդ եղանակով կհաջողվի 2026 թվականին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Դա ոչ թե նորից ընտրվի, դա իրան մինուս է գնում։ Քաղբանտարկյալը ինչ արել, որ այդքան տանում ենք բերթերը լցնեմ։ Հետո ինչ որ ալիքներով էլ նայում ենք, որ չգիտեմ, օրական 6000 դրամ ամեն մի կալանավորի վրա ծախսեմ, ավելի լավ այն մանր-մունր գողությունները աչք փակենք, որ այդքան ծախսը չանենք։ Հիմա կարող է այդքան քաղբանտարկյալը կրկնակի երակի է, ինքը հացա, ջուրը, մյուսա բերթն պահում։ Չգիտեմ, նրանք դիտավորություն իրանց աթոռը պաշտպանելու համար։ Անկախ ամեն ինչից ինքը շատ վախկոտ մարդ է, եթե վախկոտ չլես, կան բանը չեր անի, ասենք կգար, ասենք պուբլիշնիկ խոսար ամեն ինչը։ Այդ որ մինչև ընտրվելի ես Երևանը, ինչ էր անում ինքը։ Այս տլի է, այդ պետք է լի ժողովուրդը բանի դուգանելու մատերիալ չի, չէ՞։ Բայց ինչ անում ժողովրդին, դուգանում է սաղին էլ, բոլորին։ Դա հնարավոր չի։ Մերեն իրարաբլուր եղել եք դուք։ Հնարավոր է։ Ձեր հարցին հարցով եմ, հնարավոր չի։ Այն սիրունը մեր երեխեք են տղեկը, որ գնացին, ոնց կարա լինի։ Նրանք 30 տարի սպասեցին, որ հենց դաստիարակեն, որ իրանք հենց դանակներ էին բաժանել, որ հայ վիզա ոնց կտրեն, դա ոնց է հնարավոր։ Դա կարող է անձնական ինչ-որ կարծիք կամ բան չգիտեմ։ Այսօր մի անեմ, ես թվում է քիչ ալը, երևի մի երկու ամիս հետո բուն թեման դրա կսկսի, մի 50 հոգի հետի պես պետք է որ կասեցնեն էլի գործունեությունը, որպեսզի իր ճանապարհը բացվի։ Եթե բանտերը լցված են նման մարդկանցով, որոնց ինքը դեմ էր նախկինում, որ այդ ձևի բան լինի, չէ, ընդդիմադիրներին կալանավորեն, պետք է լինի ազատ մրցակցություն։ Եվ ով կհաղթի, նա թող հաղթի։ Թոս փչելու, նորից ընտրվելու, պահա, որ ինքը պետք է ուզմանտրի խաղերատարի, որ թադա նորից ընտրվի։ Ճարահատյալ անեմ, որովհետև նախ ընտրական շեմա պետք է շոու անի։ Որ ընտրվի։ Ինա հենց դա մանան որ ինքը ընտրվի, շատ խոսացող չլի։ Ինա որ թարս մարս խոսում է, նրանց տանում է բանտարկում է։ Կհաջողվի այդ տարբերակով նորից ընտրվի։ Չէ։ Լիշնի ես չեմ ընտրի։ Ես նման այնքան մարդիկ կա որ չեն ընտրի։ Իրանց օգտի համար, իրանց պաշտոնի համար աղջիկ։